Ողջունում եմ բոլորիդ իմ շատ սիրելի հետևորդներ։ Այսօր ձեզ համար բերել եմ կարկանդակների շոթ հրաշալի բաղադրատոմս, որը քույրի կինս է եւ այն պատրաստելու ենք ջեռոցում, որի համար մեզ անհրաժեշտ է կաթ, խմորիչ, շաքարավազ, բուսայուղ, մեկ ձու, ալյուր եւ իհարկե աղ։ Չենք մոռանում բաղադրիչների մասին անպայման նայել նկարագրությունների բաժնում ճշգրիտ չափերով կգրեմ այնտեղ։ Իսկ հիմա պատրաստենք միասին։ Ամենասկզբում կաթը, խմորիչը եւ շաքարավազը, կաթը գոլ վիճակում, առանձին ամանի մեջ թողնում ենք մի փոքր հասունանա, այնուհետև բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար եւ սկսում ձեռքերով լավ հունցել։ Անպայման հունցում ենք, եթե ճշգրիտ ենք վերցնում չափերը, ոչ մի գրամ ալյուր ավելացնելու կարիք չի լինելու։ Եվ բուսայուղով կամ հալված կարագով լավ հունցում ենք խմորը, մինչև որ դառնա նորմալ համասեռ խմոր եւ թողնում ենք, որպեսզի հասունանա։ Տաք վիճակում, տաք ծածկելով այն շատ արագ կհասունանա։ Մոտավորապես 1-1.5 ժամ հետո արդեն խմորը ինձ մոտ լավ հասունացել էր։ Մինչ այդ կարտոֆիլը եփում եմ, կես սոխը քերիչով անցկացնում եմ կարագի մեջ մի փոքր հասցնում եմ վարդագույնի, այնուհետև ավելացնում եմ կարմիր եւ սև պղպեղ, մի փոքր սխտորի փոշի, կարող եք ձեր ցանկացած համեմունքները ավելացնել, նաեւ թարմ համեղ կանաչեղեն կարող եք ավելացնել, քանի որ մեր տանը այդքան էլ սիրահարները շատ չեն կանաչեղենի, ես այս անգամ չավելացրեցի, բայց կանաչիով շատ ավելի համեղ է ստացվում։ Երբ խմորը լավ հասունացել է, փոքր գնդիկների ենք բաժանում եւ սկսում ենք պատրաստել կարկանդակները ամենասովորական տարբերակով։ Անում ենք սկզբից փոքր գնդեր, այնուհետև լցոնում ենք կարտոֆիլը եւ տեղադրում ենք ջեռոց, անպայման կարկանդակների վրա քսում ենք ձու, որպեսզի գեղեցիկ վարդագույն երանգ ստանա։ Ջեռոցը նախապես 180-ից 200 աստիճան ենք տաքացնում եւ հերթով թխում ենք կարկանդակները։ Շատ հեշտ է բաղադրատոմսը, շատ արագ է պատրաստվում եւ շատ համեղ է։ Հուսով եմ կպատրաստեք եւ մեկնաբանություններում կկիսվեք ինձ հետ, թե արդյոք ձեզ մոտ էլ այսպես գեղեցիկ եւ համեղ ստացվեց, հավանեցիք թե ոչ։ Բարի ախորժակ։